Փառք ամենակարող Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, շնորհակալ ենք մեր Աստվածանից, իր մեծ ողորմության, սիրո, խաղաղության համար, այսօրվա համար, որ մեկ օր էլ կյանք ա տվել մեզի, եւ այսօր մեր աչքերները բացել ենք, լույս ենք տեսել, որովհետեւ Էդի մեր Տերն այդ լույսը տվել հազարավոր մարդիկ այսօր այդ լույսը չեն տեսել, փառք իրան, դրա համար արժի փառաբանել, գոհանալ մեր Տիրոջից, որովհետև ինքը արժանի է ամեն փառքի, պատվի, գոհության եւ զորության մեր Տերը, թող Տերը օրհնի ձեզի սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը հաստատի պահի հավատարիմ իր տան մեջ իր կամքը կատարելու, իրան փառավորելու Սիրելի Աստծո ժողովուրդ, փառք իր սուրբ անվանը, հավիտյանս թող փառավորվի մեր Տերը, եւ գրված է Մաղաքիայի մարգարեության 3-րդ գլուխ առաջի խոսքից, ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստե իմ առաջին Ճանապարհ պատրաստ է իմ առաջին եւ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք եւ ուխտի հրեշտակը, որին դուք հավանում գալիս է, ասում է զորաց Տերը եւ ով է նրա գալու օրը տանողը եւ ով է նրա երևալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակի պես է և թափիչների օճառի պես և նա նստելու է իբրև արծաթ հալեցնող և մաքրող և մաքրելու է ղևիի որդկանցը և զտելու է նրանց,
ոսկիի եւ արծաթի պես, եւ նրանք կլինեն արդարությամբ ընծա մատուցանողներ, Փառք իրա Սուրբ անվանը սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր այդ օրն է, որ Տերը իր զորավոր հոգիով պետք է այցելի իր ժողովրդին, եւ այսօր մենք որպես մի ժողովուրդ հավաքվել ենք, որովհետեւ գրված է մեկ հոգով մկրտվեցաք, մեկ մարմին ըլալու, մենք մի մարմին ենք, Քրիստոսի մարմնի անդամներն ենք սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը թող օրհնի, դրա համար Պետրոս առաքյալը իր երկրորդ թղթում գրում է արդ դեն գցելով ամեն չարությունը եւ ամեն խաբեությունը եւ կեղծավորությունը եւ նախանձը եւ ամեն չարախոսությունը նորացին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք դեպի փրկությունը, եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է, որին մոտեցել եք եւ այն կենթանի վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված եւ պատվական է, դուք էլ կենթանի քարերի պես շինվեք հոգեվոր տաճար սուրբ քահանայություն, որ հոգեվոր պատարագներ մատուցանեք Աստծուն ընդունելու Հիսուս Քրիստոսի ձեռքով, որովհետեւ գրքումն էլ ասում է թե ահա Սիոնումը անկյունի գլուխ ընտիր պատվական քար եմ դնում եւ նրան հավատացողը չի ամաչի, արդ ձեզ հավատացյալներիդ պարտականությունն է, բայց անհավատներին այն քարը, որ շինողները անարգեցին, նա անկյունի գլուխ եղավ եւ գլորման քար եւ գայթակղվելու վեմ, որ գայթակղվում են խոսքին չհավատալով, որ նրա համար էլ գրված է, բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ մեզ խավարից լույսին կանչեց եւ այդ զարմանալի լույսի մեջ բերեց մեր, որ դուք էլ ժամանակավոր ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմած չէիք, բայց հիմա ողորմած եք, ողորմածներ եք սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը թող օրհնի ձեզի, Տերը պահի իր ժողովուրդը եւ շատ կարեւոր է, որ այսօր մենք միաբանությամբ, խաղաղությամբ հավաքված ենք միմյանց Աստծո տան մեջ իրան փառավորելու, իր կամքը կատարելու։ Դրա համար 133 Սաղմոսում ասում է, դες ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրը իրար հետ մեկտեղ բնակվեն, այն ազնիվ յուղի պես է, գլխի վրա, որ թափում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա, եւ իջնում է մինչեւ նրա հանդերձների ծայրը, Հերմոնի շաղի պես է, որ վայր է գալիս Սիոն սարից վրա, որովհետեւ Տերը այնտեղ պատրաստեց օրնությունը եւ կյանքը մինչեւ հավիտյանս հավիտենից ամեն։ Դրա համար Եբրայեցիների 13:11-ում ասում է, եղբայրությունը հաստատ թող մնա ում մեջ ձեր մեջ, եղբայրությունը թող հաստատ մնա, այսինքն միաբանությունը, խաղաղությունը, օրհնությունը, որովհետեւ մենք մի ժողովուրդ ենք Աստծո սուրբ արյունով գնված ժողովուրդներս, Փառք իր սուրբ անվանը, Տերը թող օրհնի, ուստի թող Տերը իր այդ կրակը վառի այսօր մեր սրտերում, եկեք ոտքի կանգնենք, խնդրենք այսօր մեր այս միասին հավաքը թող ինքը օրհնի, մեկ դարձնի մեկ հոգով, մեկ սրտով իրան փառավորենք, կանչենք եւ բերենք մեր ընծան սրտի փափագը իրան, որ ինքը ուզում է այսօր օրհնի իր ժողովուրդը, ուզում է մկրտի իր ժողովուրդը, ուզում է ուրախացնի իր ժողովուրդը եւ ուզում է իր ժողովրդի մեջ գործի իր անունի ու փառքի համար ամեն։ Օրհնյալ հավիտենական թագավոր Աստված, փառքություն, շնորհակալություն, հավիտենական Հայր Աստված, փառք քեզի, արժանի ես փառքի, պատվի, գոհության, հավիտենական թագավոր Աստված, ահա մենք հավաքված ենք Տեր Հիսուս Քրիստոս քո առջև մենք մի ժողովուրդ ենք Տեր Աստված եւ քո եկել ենք
քո կամքը կատարենք, քեզի փառավորենք, քեզանով ուրախանանք Տեր Հիսուս Քրիստոս։ Այսօր էսի քո ձեռքն է, որ մեզ այսօր հավաքել ես այստեղ, եւ մենք ուզում ենք, որ դու ներկա գտնվես եւ քո ներկայությամբ օրհնես այսօրվա ընթացքը եւ քո կրակը վառես Տեր Հիսուս Քրիստոս ամեն մեկի սրտի մեջ Տեր Հիսուս Քրիստոս, որ մենք Տեր Աստված ամեն Տեր խավար մեր սրտերից հեռացվի եւ քո աստվածային լույսը ճառագայթի մեր սրտերում հավիտենական Թագավոր Աստված քեզ ենք ուզում ունենալ քո օրհնությունն ենք ուզում ճաշակել եւ խնդրում ենք որ դու օրհնես Տեր մնացած ընթացքը օրհնես խոսող եղբայրը օրհնես երգչախումբը եւ այս սիրելի ժողովուրդը որ այսօր քո առջև հավաքված է օրհնի առատապես անունիդ ու փառքիդ համար ենք խնդրում նաեւ այս վայրը խնդրում ենք որ պահես քո պահապան հեշտակներով անունիդ ու փառքիդ համար ենք խնդրում թող այս ամենի համար փառավորվի Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին ալելույա ամեն ով Հայր մեր որ երկինքն ես քո անունը սուրբ լինի քո թագավորությունդ գա քո կամքդ լինի ինչպես երկնքում նույնպես երկրի վրա մեր ամենօրյա հացը այսօր մեզի տուր եւ մեզ ների մեր պարտքերը ինչպես մենք կներենք մեր պարտապաներին ու մեզ փորձության մի տանիր ապա չարեն մեզ ազատիր քանի քոնն է թագավորությունը զորությունը փառքը հավիտյանս հավիտենից ամեն Փառք Տիրոջը շարունակենք փառաբանությունը սիրելի Աստծո Եվ չունեմ մեկին քեզնից բացի հոգիս փափագում է քեզ ինչպես եղջերուն ջրերի հիմա կանչում եմ Բարձրունքներում երկինքն ի վեր հիմա կանչում եմ քեզ քո սիրո
շունչը Եվ ձերքի գործերը քո դեպի քեզ կհավաքեն Գետերից առավել անձրևների կարով Կենաշուն ոսի դեպեր նորից կանչում են Հեցորի քո փառքը քո ներկայությունը Թողեցվի այս վայրը սրբության Գետերից առավել անձրևների կարով Կենաշուն ոսի դեպեր նորից կանչում են Հեցորի քո փառքը քո ներկայությունը Թողեցվի այս վայրը սրբության Ագեցնում ես քո ջրով նոր կյանք պատկերով Անձրևները քո երկնքի Գետերից առավել անձրևների կարով Կենաշուն ոսի դեպեր նորից կանչում են Հեցորի քո փառքը քո ներկայությունը Թողեցվի այս վայրը սրբության Գետերից առավել անձրևների կարով Կենաշուն ոսի դեպեր նորից կանչում են Հեցորի քո փառքը քո ներկայությունը Թողեցվի այս վայրը սրբության Թողեցվի այս վայրը սրբության Թողեցվի այս Ciao.
Երկում եմ քեզ իմ Տեր, փառք ու օրհնություն, բարձրացնում ձեռքերս դեպի երկինք, ով պարավոր իմ Տեր, ամբողջ սրտով գոհանում եմ քեզնից, բարձրացնում աչքերս դեպի երկինք, ով պարավոր իմ Տեր, կենթանի ջրով լեցրու ինձ Տեր, որպեսի հավերժոսի իմ կողքը, բարձրացնելով քո փառքը, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, քո փառքը լեցրու տաճարը, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, քո փառքը լեցրու տաճարը, Քո ոտքերի մոտ խոնարհվում եմ Տեր, քո մեծությունը տեսնելով իմացման, հրաշալի ես դու, միանում ենք երկնքի գովքին, հռչակելով անունը Հիսուս, շուտով գալու է Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, քո փառքը լեցրու տաճարը, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, քո փառքը լեցրու տաճարը, Չկա մեկը քեզ պես, ով իմաստված, արժան, 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 արժան է, չկա մեկը քեզ պես, ով իմաստված, արժան, 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 արժան է, մենք սպասում ենք քեզ, թե երկգաս քո փառքով, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, քո փառքը լեցրու տաճարը, Սուրբ ես, Սուրբ
Այսպիսի ասուն ինչպես կարելի է չփառավորել, հա, սիրելի քույր եղբայրներ, մեր Տերը հոյակապ է, մեր Տերը հրաշալի է, մեր Տերը հիանալի է։ Գիտեք, այսօր մենք տոնում ենք Պենտեկոստեի տոնը, Պենտեկոստեի օրն է այսօր համարվում, ճիշտ է, և ամբողջ քրիստոնեական աշխարհը և հրեաները, հրեական աշխարհը միասին տոնում են Պենտեկոստեի օրը։ Իհարկե, մեկ զարմանա, որ ասեմ, հրեաները նույնպես նշում են Պենտեկոստեի օրը։ Ինչ է Պենտեկոստե։ Ինչ է Պենտեկոստե և ինչի համար է Պենտեկոստեն, ում հետ է կապված Պենտեկոստեն, իհարկե Սուրբ Հոգու հետ, և ով է այս Սուրբ Հոգին։ Եվ ինչ է անում Սուրբ Հոգին, որպեսզի այս օրը կոչվի Պենտեկոստեի օր։ Սիրելիներս, ուզում եմ մի պահ ետ հայացք դարձնենք, նայենք Սուրբ Հոգուն, որպեսզի հասկանանք Սուրբ Հոգին ով է և ինչ է անում և հետո կարող ենք անդրադառնալ այսօրնյալ Պենտեկոստեի օրվանը։ Ուրեմն Սուրբ Հոգին նա Աստվածության 3 անձնավորությունից մեկն է։ Ուզում եմ շեշտել, որ նա Աստվածության 3-րդ անձնավորությունը չէ, այլ նա 3 անձնավորություններից մեկն է։ Եվ այս տարբերությունը շատ խիստ կարևոր է։ Եվ ուզում եմ, որ մեզ համար շատ պարզ և հասկանալի լինի, որ որ Աստվածաշնչի մեջ Սուրբ Հոգին առաջի անձնավորությունն է, որ նշվում է անունով։ Եթե գնանք նայենք Ծննդոց առաջի գլուխ, առաջի համար, մենք այնտեղ կտեսնենք, որ ասում է և Աստված սկզբում ստեղծեց երկինքը և երկիրը, և երկիրը անձև դատարկ էր և խավար կար անդունդի վրա։ Աստված ստեղծեց երկինքը և երկիրը։ Սա խոսում է Աստծո մասին, բայց դեռ ինչ որ մի աստվածության անուն չի նշվում, բայց և ահա ամիջապես, երբ որ տեսնում ենք և երկիրը անձրև և դատարկ էր և խավար կար անդունդի վրա,
Աստծո հոգին։ Աստվածաշունչը որպես անձ առաջինը ներկայացնում է Սուրբ Հոգուն։ Որպես անհատական անձ։ Ահա թե ինչքան կարևոր է այսօրնյալ Սուրբ Հոգին։ Եվ ինչ է կատարում Սուրբ Հոգին։ Մեր առաջին իսկ ծանոթությունը Սուրբ Հոգու հետ տեսնում ենք, որ Սուրբ Հոգին գալիս է, երբ որ այնտեղ կա խավար, այնտեղ կա անդունդ, այնտեղ կա դատարկություն եւ այնտեղ կա ոչ ձև, առանց ձև։ Եվ Աստծո հոգին գալիս է այնտեղ։ Եվ երբ որ ստեղծում ենք, սերտում ենք Աստվածաշունչ, տեսնում ենք Սուրբ Հոգին ունի restoration, վերականգնողական, կառուցողական էություն։ Սա Սուրբ Հոգու բնույթն է։ Խավարի վրա, անդունդի վրա, իհարկե Աստված չստեղծեց երկինքը եւ երկիրը անդունդ եւ խավար եւ անձև, սա Աստծո բնույթը չի։ Աստվածաշունչը մեզ ասում է, նրա մեջ նա լույս է եւ նրա մեջ խավարի շույլ անգամ չկա։ Ուրեմն հասկանում ենք, որ Տերը չէր կարող ստեղծել երկիրը անձև, դատարկ եւ խավար, բայց ինչ որ մի բան պատահեց Ծննդոց 1 եւ 2-րդ համարների միջև։ Բայց ինչ որ բան պատահելուց հետո մենք տեսնում ենք խավար, դատարկություն եւ անձևություն։ Եվ անմիջապես ահա այստեղ հայտնվում է Աստվածության 3 անձերից մեկը Սուրբ Հոգին։ Եվ այս համարը եւ Աստծո հոգին շրջում էր այս խավարի վրա, ջրերի վրա, սա հասկացնում է մեզ Սուրբ Հոգու բնույթի մասին, թե ով է Սուրբ Հոգին եւ ինչպիսի գործունեություն է նա ծավալում։ Այսօրնյալ Սուրբ Հոգին գալիս է, որպեսի կյանք շնորհի, խավարից լույս բերի, անձևությանը աստվածային իր ճոխության ձևը տա, դատարկությունը լեցնի իրենով։ Եվ կարդում ենք Ծննդոց առաջի գլուխ 26 համարի մեջ, 27 համարի մեջ եւ Աստված 26 համարի մեջ եւ Աստված ասեց. Ով է ասում? Աստված։ Մեր պատկերով եւ մեր նմանությամբ շինենք մարդը։ Խոսում է Եզակի մեկը, Աստված ասեց. Բայց պատկերը եւ նմանությունը հոգնակի է։ Ում պատկերով եւ նմանությամբ է շինված մարդը։ Իհարկե երրորդության։ Եվ այստեղ մեր պատկերը եւ նմանությունը դա անբաժան է Սուրբ Հոգու պատկերից եւ Սուրբ Հոգու նմանությունից։ Սիրելիս, դու կրում ես Սուրբ Հոգու պատկերը եւ Սուրբ Հոգու նմանությունը։ Եվ երբ որ նայում ենք, տեսնում ենք, որ այս խոսքերի մեջ ասում է եւ Աստված ասեց։ Աստված խոսեց, ով էր խոսողը։ Միգուցե եկ փորձեմ մի փոքր բացատրություն տամ։ Այսպես ասած, մտահաղացումը դա Հայր Աստծոնն էր։ Եվ Հայր Աստվածն ասեց. շինենք մարդը մեր պատկերով եւ մեր նմանությամբ։ Իսկ ով էր այդ գծագրողը, որ ինչպիսին պիտի լինի մարդը, նրան պատկեր եւ ձև տա գծագրությունը ով էր անում։ Հիշում ենք Առակացի մեջ 8-րդ գլխի մեջ Հիսուսն ասում է. դեռ հավիտենից առաջ ես իմ հորս մոտ ինչ էի, ճարտարապետ էի, գծագրողներ։ Եվ երբ որ Հայրը ասեց եկեք մեր պատկերով եւ մեր նմանությամբ շինենք մարդը, եւ ահա տեսնում ենք Քրիստոսը նա ինքը գծագրեց եւ ինքը պատրաստեց իր ձեռքերով հողու փոշուցը մարդուն։ Բայց ավաղ այս մարդը անկյանք էր։ Նրա մեջ կենաց շունչ չկար։ Եվ Ծննդոց 2-րդ գլուխ եւ 7-րդ համարի մեջ ասում է. Եվ Աստվածը հողի փոշուցը շինեց մարդը եւ նրա ռնգացը մեջ կենթանության շունչ փչեց։ Այս կենթանության շունչ փչողը իհարկե նա Սուրբ Հոգին էր։ Եվ մարդը կենթանի հոգի եղավ։
Սիրելիս, Սուրբ Հոգին այն կարևոր անձնավորությունն է, որին մենք հանդիպում ենք Աստվածաշնչի առաջի գլխի առաջի տողերից մինչև Աստվածաշնչի վերջի գլուխ հայտնություն 22-րդ գլուխ վերջի համարների մեջ։ Սուրբ Հոգին անբաժանելի է Աստծո խոսքի եւ Աստծո հայտնությունից առ մարդկանց։ Մենք տեսնում ենք նրան, որ նա շունչ է ներարկում մարդու մեջ։ Եվ մենք տեսնում ենք մարդկային պատմության մեջ, որ երբ որ Ադամը եւ Եվան երբ որ մեղանչեցին եւ եկավ անձևությունը, որ նրանք կտրվեցին Աստծո կամքից եւ տիրեց հոգեվոր խավարը։ Եվ այս խավարի, եւ այս անդունդի, եւ այս կորուստի սրա վրա ամիջապես տեսնում ենք Սուրբ Հոգին։ Աստվածաշնչի առաջի թերթից մինչև վերջի թերթը, որտեղ որ կա մարդկային անկում, որտեղ որ կա մեղքի առկայություն, այնտեղ Սուրբ Հոգին շրջում է մշտապես։ Ինչ է կատարում Սուրբ Հոգին։ Խավարից դեպի լույս, մեռած վիճակից դեպի կյանք։ Անձևությանը տալիս է աստվածային նորից, վերակառուցում է աստվածային պատկեր եւ աստվածային նմանություն։ Անբաժան է սիրելի Սուրբ Հոգին։ Անբաժան է մարդկային ողջ պատմության մեջ եւ մենք տեսնում ենք Սուրբ Հոգու գործունեությանը հին ուխտի մեջ ինչպես էր աշխատանք տանում մարդու հետ նրան վերականգնելու իր արարիչ Աստծուն հարելու եւ տեսնում ենք Քրիստոսի վրա ինչպես նա գալիս է եւ Քրիստոսով աշխատում է եւ եկեղեցին ծնունդ է տալիս եւ հարց եկեղեցու հետ նա տանում է իր աշխատանքը միջև հայտնության 22-րդ գլխի մեջ եւ ասում է եւ հոգին եւ հարսը ասում են եկուր Փեսային։ Սիրելիս, նա գալիս է քո խավարի, իմ եւ քո Աստծուց կտրված վիճակից, տանում է մեզ, աշխատում է մեզ հետ, կատարելացնում է, սրբացնում է հարսին, մինչև այն պահը, որ հարսը զգում է, որ ինքը պատրաստ է եւ ասում է հոգու հետ միասին եկուր։ Ահա թե ով է այս Սուրբ Հոգին։ Նա այն անձնավորությունն է, որի վրա Հիսուսը կատարելապես dependent, ոնց ենք ասում, կախված էր։ Հիսուսը կատարելապես կախված էր Սուրբ Հոգուց իր յուրաքանչյուր պահի եւ վայրկյանի համար երկրի վրա։ Մենք պետք է հասկանանք, որ Աստվածաշունչը Սուրբ Հոգու մասին շեշտում է որոշ տեղեր ուղղակի, ինչպես որ տեսանք Ծննդոց առաջի գլուխ 2-րդ համարի մեջ եւ Աստծո Հոգին շրջում էր։ Բայց կա տեղեր, որտեղ Աստվածաշունչը խոսում է Սուրբ Հոգի մասին very subtle, շատ այսպես ոչ անուղղակի կերպով, մեղմ ձևով, որ մենք պիտի հասկանանք, որ այնտեղ Սուրբ Հոգու մասին է խոսքը եւ կա պահեր, որ Աստվածաշունչը Սուրբ Հոգու մասին խոսում է սիմվոլիզմով։ Ուրեմն խոսում է նշաններով։ Օրինակի համար կուզեմ, որ մենք դառնանք եւ տեսնենք հին ուխտի մեջ Աստված ինչպես է հայտնում Իսրայել ազգին Սուրբ Հոգու մասին։ Աստված սիմվոլիզմով, սիմվոլներով խոսում է եւ հասկացնում է Իսրայելին Սուրբ Հոգու եւ նրա գործի եւ նրա օծության մասին։ Կուզեմ, որ ետ դառնանք եւ նայենք Exodus 25 number 6 Ելիս 25-րդ գլուխ 6-րդ համար։ Ուրեմն մի փոքր պետք է գնանք դեպի իմ ամենասիրած գիրքը Ելիցն է։ Պետք է գնանք Ելից եւ այնտեղ ուսումնասիրենք որոշ խրթին բաներ, որ շատերի համար միգուցե անհասկանալի է լինում։ Եվ կուզեմ մի փոքր ներկայացնենք Սուրբ Հոգուն հին ուխտի եւ ուխտի տապանակի եւ այդ խորանի կառուցման մեջ։ Աստված այնտեղ ունի մեծ հայտնություն եւ մարդը շատ մեծ թանկագին մարգարիտներ կկորցնի, եթե այստեղից չկարողանա նա
թաղել։ Ուրեմն Ելից 25-րդ գլուխ 6-րդ համարի մեջ առաջի համարը եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ, որ ինձ ընծա բերեն, ամեն մարդից, որի սիրտը հոժար է, առեք իմ ընծան»։ Եվ խոսում է, որ ինչ ընծաներ պիտի վերցնեն, եւ 6-րդ համարի մեջ ընծաներից մեկը այս է. լույսի համար յուղ։ Լույսի համար յուղ։ Լուսավորվելու համար յուղ։ Մտքի լուսավորվելու համար յուղ։ Լույսի համար յուղ, օծման յուղի համար եւ անուշահոտ խունկի համար տարբեր համեմներ։ Եվ տեսնում ենք երկու յուղի մասին է խոսում։ Խոսում է լույսի յուղի եւ օծման յուղի մասին, եւ սրանք տարբեր յուղեր են իրարից։ Եվ հիմա կուզեմ, որ մենք նայենք 27-րդ գլուխ Ելից, Exodus 27 verses 20-21, Ելից 27, 20-21 համարների մեջ մենք հետտեսնում ենք Սուրբ Հոգու խորհուրդը, որ յուղի խորհուրդն է, պետք է փորձենք այս համարների մեջ տեսնել։ Ուրեմն Ելից 27, 20, 21 համարները ասում է հետևյալը. «Եվ դու պատվիր Իսրայելի որդիներին, որ քեզ համար մաքուր ծեծված ձիթապտղի յուղ բերեն լույսի համար, որ միշտ ճրակ վառվի»։ Հասկանում եք, Աստծո խոսք ասում է, այդ յուղը պարտադիր է, որպեսի ճրակը մշտապես վառվի։ Ինչ ճրակի մասին էր խոսքը։ Գիտենք խորանի մեջ այդ անոթներից մեկը այդ լուսամփոփն է, չէ՞, տեսել եք, չէ՞, հրեական այդ sense որ sense 6-7 հատ թևեր ունի։ Այդ լուսամփոփի մասին է խոսքը, որ նա պետք է գիշեր եւ ցերեկ վառվի եւ նա իրավունք չուներ հանգչելու եւ նրա մեջ շարունակաբար յուղ էին լցնում լուսավորելու համար։ Աստծո խոսքը ասում է դուք Քրիստոսի միտքը ունեք, լուսավորված միտքը։ Այս լուսավորված մտքի համար պահանջվում է Սուրբ Հոգին, որ այդ լույսը երբեք չխավարի եւ չմթագնի։ Ահա տեսնում ենք ինչպես սիմվոլների ձևով Աստված Իսրայելին փորձում էր հասկացնել ապակա գալիք Սուրբ Հոգու եւ նրա գործունեության մասին։ Եվ 26-27 համարներն էին, այո, եւ առաջին վառվելու Ահարոնը եւ նրա որդիները ժողովրդի խվրանումը վկայ առաջին վարագուրի դրսին կողմումը իրիկունից միջև առավոտ Եհովայի առաջին վառվելու կարգադրեն նրան եւ նրանց համար հավիտենական կանոն լինի իրենց ազգերի մեջ Իսրայելի որդիների կողմից։ Հավիտենական կանոն լինի, որ իրիկունից միջև առավոտ այն պիտի վառվի եւ լույսը երբեք իրավունք չունի մարելու։ Քանի որ Սուրբ Հոգին ինձ եւ քեզ հետ է սիրելիս, նա մշտապես լուսավորում է մեր միտքը, որպեսզի այնտեղ նորից խավար չտիրի։ Եվ ուզում եմ նայենք 30-րդ գլուխ, Ծննդոց 30-րդ գլուխ 23-ից 33 համարները, Exodus chapter 30 verses 23 to 33 խոսում է օծման յուղի մասին։ Առ քեզ մոտ գլխավոր համեմներ եւ զուտ զմուրս 500 սիկղ եւ նրա կեսի չափ, այսինքն 250 սիկղ անուշահոտ կինամոն, cinnamon եւ 250 սիկղ անուշահոտ խունկեղեն եւ 500 սիկղ կասիա սրբարանի սիկղի համեմատ եւ 1 հիմեն ձեթի յուղ։ Էսի բաղադրությունն էր, թե ինչից պետք է պատրաստվի յուղը։ Եվ սուրբ օծման յուղ շինես այն յուղագործի արհեստով բաղադրված նա սուրբ օծման յուղ լինի։ Եվ նրանով հիմա տեսնենք այս յուղը ինչ է անում, որն է յուղի նպատակը։ Եվ նրանով սա Սուրբ Հոգու խորհուրդն է, սիրելիներս։ Տեսնենք Աստված ինչպես է վերաբերվում, ինչպես է բացահայտում Սուրբ Հոգուն Իսրայելին մինչև Քրիստոսի գալը եւ մինչև նրանց միտքը լուսավորվելը։ Եվ նրանով օծես ժողովքի խորանը։
Խորանը դա նա էր, որ վստահ եմ տեսասկի լինեք նկարը արտաքին գավիթ եւ հետո կա վրանը ծածկոցի տակ սրբություն եւ սրբության սրբոց։ Սա խորանն է։ Եվ ասում է այս խորանը այնտեղ որ ասում է որ տապանակն է եւ նրա վրա ամպիսյունը եւ ասում է եւ ես այնտեղ ձեզ հետ կխոսեմ ամպիսյունի մեջից որտեղ որ Տիրոջ ներկայությունն է եւ ասում է եւ նրանով ոնց է ժողովքի խորանը վկայության տապանակը տեսեք ինչերն են օծվում յուղով եւ իհարկե ամեն առարկաները որի մասին որ խոսվում է սրա Քրիստոսի խորհուրդն ունի հիմա տեսնենք թե յուղը ինչ է օծում եւ նրանով օծեց ժողովքի խորանը վկայության տապանակը սեղանը եւ նրա ամեն անոթները եւ աշտանակը եւ նրա գործիքները եւ խունկի սեղանը եւ ողջակեզի սեղանը սա խաչի մասին է խոսում ողջակեզի սեղանը եւ իր ամեն գործիքների հետ մեկտեղ եւ ավազանը եւ նրա խարիսխը ջրավազանը որ լվացում են եւ սրբես նրանց որ ամենասուրբ լինի եւ ինչ որ նրան դիպչե սուրբ պիտի լինի եւ ինչ որ այս յուղին դպավ նա պետք է լինի ինչ սուրբ Եվ Ահարոնին եւ նրա որդիներին օծես եւ սուրբ անես նրանց որ ինձ համար քահանայություն անեն Նրանց պետք է սրբես այս յուղով որպեսի սրբվելուց հետո նոր նրանք կարողանան Աստծուն քահանայություն անել Արդյոք սա հիշեցնում է ինձ եւ քեզ սիրելիս հիշեցնում է քեզ Եվ Իսրայելի որդիներդ խոսես ասելով, սա ինձ համար սուրբ օծման յուղ պիտի լինի ձեր ազգերի մեջ, մարդի մարմնի վրա պիտի չթափվի նա, և նրա բաղադրության պես նմանը չշինեք, նա սուրբ է, ձեզ համար էլ սուրբ պիտի լինի, ով որ նրան նմանը շինե, կամ ով որ նրանից օտարականի վրա դնե, իր ժողովրդի միջիցը պիտի կորչի Աստված խստորեն պատվիրում է օտարականի վրա այս յուղը պիտի չիջնի Եվ նրա նման կրկնակին չսարքես, նա եզակի է, նրա նմանը չի կարող գոյություն ունենալ, նա միակն է, նա եզակին է Եվ ահա մենք այստեղ տեսնում ենք Եվ երբ որ գնանք կարդանք Revelation chapter 1 verses 5 through 6 Հայտնություն առաջի գլուխ 5-6 համարները Հայտնություն առաջի գլուխ 5-6 համարները Ես Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը որ մեռելների անդրանիկը եւ երկրի թագավորների իշխանն է նրան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերից լվացավ մեզ իր արյունովը եւ մեզ թագավորներ եւ Քահանաներ արավ Աստծո եւ իր հոր համար Սիրելիս այս յուղը միայն քահանայի վրա իրավունք ուներ դրվելու Բայց այսօր Սուրբ Հոգին իմ եւ քո վրա հանգչում է արդյոք մենք քահանաներ ենք Աստծո խոսքը չգիտեմ քո գիրքը ինչպես բայց իմ Աստվածաշունչը ինձ ասում է որ Մեռելների անդրանիկը երկրի թագավորների իշխանն է նրան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերից լվացավ մեզ իր արյունով եւ մեզ թագավորներ եւ քահանաներ արավ Աստծո եւ իր հոր համար հետեւաբար Սուրբ Հոգին իշխնում է ինձ եւ ամեն հավատացողի վրա Հալելույա եւ երբ որ ետ դառնանք նայենք Պետրոսի երկրորդ գլուխ առաջի Պետրոս երկրորդ գլուխ 9-րդ համարը Առաջի Պետրոս երկրորդ գլուխ 9-րդ համարը Կարող է սխալ եմ գրել Առաջի Պետրոս երկրորդ գլուխ երկրորդ Պետրոսն եմ նայում Առաջի Պետրոս երկրորդ գլուխ 9-րդ համարի մեջ ասվում է հետևյալը եղբայրը կարծեմ որ կարդաց այսօր բայց դուք ընտիր ազգ եք թագավորական քահանայություն սուրբ ազգ սեփական ժողովուրդ որ քարոզեք նրա առաքինությունները որ ձեզ խավարից է կանչեց իր զարմանալի լույսի մեջ տեսնում ենք լույսի հատկությունը թագավորական քահանայություն որ ձեզ կանչեց որտեղ լույսի մեջ
տեսնում ենք յուղի երկու տեսակները՝ լույսի համար եւ քահանայական օծության համար։ Եվ Պետրոսը այս մեկ համարի մեջ նշում է հոգու երկու տեսակները։ Իսկ ուր մնաց Պենտեկոստեն։ Գիտեք, որ Պենտեկոստեի համար խոսվում է այս Սուրբ Հոգուն, երբ որ Տերը ներկայացնում է, այս նույն պատվիրանքների մեջ խոսում է նաև Պենտեկոստեի մասին, կամ հրեաների համար ջուբլի, հոբելյան։ Հրեաները նշում են հոբելյանը, ջուբլի, իսկ մենք տոնում ենք Պենտեկոստե։ Երկուսն էլ նույն բանն է։ Մեկը հին ուխտի պատվիրանքն է, երկրորդը նոր ուխտի։ Բայց երկուսն էլ ջուբլի հոբելյանը դա Պենտեկոստեի ստվերն էր, նրա խորհրդապատկերն էր։ Երբ որ գնանք նայենք ուրեմն Ելիս 26-րդ գլուխ 1-ից 6 համարների մեջ, Ելիս 26-րդ գլուխ 1-ից 6 համարների մեջ, եւ Խորանը շինեց 10 վարագույրներով, մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանագունից եւ կրկնակի կարմիրից, ճարտար ոստանագործ շինեց նրան քերովբեներով։ Մեկ վարագույր խոսում է վարագույրների մասին, որ 5 վարագույրներ կան եւ վարագույրները պետք է իրար կծվեն, որպեսզի այդ վրանը սարքեն, որի մեջ պետք է լինի սրբությունը եւ սրբության սրբոցը։ Այն կառուցված էր 10 վարագույրներից։ Եվ հիմա ասում է 5 վարագույրները պետք է իրար կպնեն, 5-ը իրար եւ հետո այս երկու 5 կտորները իրար հետ պետք է միացվի։ Հիմա մենք այստեղ պետք է տեսնենք Սուրբ Հոգու խորհուրդը։ Եվ պետք է տեսնենք, թե ինչպես է հաստված հայտնում Սուրբ Հոգուն։ Եվ 5 վարագույրները իրար կծված, եւ իհարկե Հոբելյանի մասին։ 5 վարագույրները իրար կպված եւ մյուս 5 վարագույրները 4-րդ համար։ Եվ կապուտյա օղակներ շինես։ Անգլերենի մեջ ասում է կապույտ գույնի scarlet, թելից, կապուտ թելից օղակներ շինես, կապուտակ թել պատրաստես։ Մեկ վարագույրի եզրի վրա, ծայրի վրա եւ նույնպես էլ մյուս վարագույրի ծայրի վրա 50 հատ կապույտ օղակ մեկ վարագույրի վրա եւ 50 հատ մյուսին։ Ինչի համար է ասում 50 հատ։ Ուղղակի հենց այնպես պատահական թիվեր։ Պենտեկոստեի խորհուրդ ունի, սիրելիս, վարագույրները, որ իրար պետք է կտվեն, ասում է այս մեկի ծայրին 50 հատ կապուտակ թելերով պատրաստես, այս մեկի վրա 50 հատ կապուտակ թելեր։ Ինչի համար կապույտ։ Ինչ խորհուրդ ունի կապույտը իր մեջ։ Նա խորհրդանշում է դեպի վերև, նրա մեջ աստվածության խորհուրդ կա։ Կապուտակ թելերով 50 հատ։ Հասկանում ենք սրա նշանակությունը կապված Պենտեկոստեի հետ։ Շարունակենք եւ տեսնենք էլ ինչ էր Տերը պատվիրում։ 6-րդ համար։ Եվ 50 ոսկե ճարմանդներ շինես։ Ճարմանդները օղակներ է։ Եվ 50 հատ ոսկե օղակներ շինես։ Ինչի համար ոսկի։ Որովհետև նա նորից ում խորհուրդն ունի, աստվածության խորհուրդ է կրում իր մեջ։ Երբ որ մոգերը եկան Հիսուսին բերեցին ոսկի, որպես աստվածության խորհուրդ, եւ ասում է 50 ոսկե ճարմանդներ շինես եւ վարագույրները այդ կապուտակ թելերով կապես իրար։ Տեսնում ենք այս խորանի կառուցվածքի մեջ խորանը չի կառուցվում առանց Սուրբ Հոգու։ Տաճարը չի կառուցվում առանց Սուրբ Հոգու, սիրելիս։ Եթե Տերն ասում է, որ դու տաճար ես, առանց Սուրբ Հոգու չկա տաճար, առանց Սուրբ Հոգու չկա քահանայություն, առանց Սուրբ Հոգու չկա փրկություն։ Պետք է սա հասկանանք։ Անցնենք առաջ եւ տեսնենք ջուբիլիի մասին, մեկ էլ Ղևտացիների 25 համարի մեջ Տերը խոսում է արդեն հոբելյան տոնի մասին, ջուբիլի։ Exodus 25. Եհովան խոսեց Մովսեսի հետ Սինասարումը եւ ասեց. Երկրորդ համարի մեջ այն երկիրը, որ պիտի մտնեք հանգստության շաբաթը պահե Եհովայի համար։ 8-րդ համարից եմ կարդալու։ Եվ դու քեզ համար տարիների 7 շաբաթը հաշվես, այսինքն 7 անգամ 7 տարի։ Ուրեմն այնտեղ ասում է ամեն 7-րդ տարին պետքա նշես, իսկ 8-րդ համարի մեջ ասում է 7 անգամ 7-ը 49 տարին, երբ որ լրացավ, 50-րդ տարին արդեն պիտի նշես։
Եվ քեզ համար տարիների 7 շաբաթը համարես, այսինքն 7 անգամ 7 տարի եւ տարիների 7 շաբաթների ժամանակը 49 տարի պիտի լինեն քեզ համար։ Եվ ինչ է լինում 49 տարուց հետո 50-րդ տարվա մեջ եւ փողի ձայն հնչեցնես։ Փողի ձայն հնչեցնես 7-րդ ամսվա 10-ին եւ խավության օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնեք փողը։ Փողը հնչեցնում են խավության համար։ Բայց այս փողը պատահական փող չէր։ Այս փողը is made of ram horn, male sheep horn։ Արու ոչխար կենթանու այդ իր ինչ ենք ասում հորնը, եղջյուրից, արու ոչխարի եղջյուրից պատրաստված։ Տեսնում ենք Քրիստոսի խորհուրդը այստեղ։ Եվ այդ եղջյուրից պատրաստված փողով պիտի հնչեցնես բոլոր բնակիչների, բոլոր երկրումը հնչեցնեք եւ 50-րդ տարին սրբեք։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում 50-րդ տարվա մեջ։ 50-րդ տարին պիտի սրբեք եւ երկրի վրա բոլոր բնակիչների համար ազատություն հրատարակեք։ Այսինքն երբ որ Սուրբ Հոգին գալիս է, ազատություն է հրատարակվում ամեն մեկին, բոլորի համար։ Սա ձեզ համար հոբելյան լինի։ Եվ ձեզանից ամեն մեկը իր ստացվածքին դառնա, եւ ձեզանից ամեն մեկը իր ազգատոհմին դառնա, եւ 50-րդ տարին ձեզ եւ 50-րդ տարին հոբելյան տարի լինի ձեզ համար, ոչ ցանեք, ոչ էտեք եւ ոչ էլ ժողովեք եւ պահեք, որովհետեւ Տերն ասում է ես առատորեն պիտի տամ 3 տարվա համար։ Ահա թե ինչ է կատարում, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, ազատության տարի, ծառաները ազատ են արձակվում, բոլոր պարտքերը շնորհվում են։ Արդյոք սա հիշեցնում է քեզ, որ երբ որ Սուրբ Հոգին գալիս է, երբ որ դու ընդունում ես նրան, արդյոք հիշեցնում է քեզ քո մեղքի ծառայությունից ազատագրվելու ի վերջո նրա մասին։ Բոլոր պարտքերը շնորհվելու։ Այո, մենք գիտենք, որ Քրիստոսի արյունով կատարվում է այս ամենը, բայց ինչպես է սա կապնվում Սուրբ Հոգու հետ։ Որովհետև ասում է, որ երբ որ հոբելյան տարին կլինի, փողը կհնչեցնես։ Սիրելիս, հայրը տալիս է, հայր Աստվածը տալիս է միտքը։ Հիսուսը կատարեց, որ մարդուն փրկություն պիտի տանք։ Հիսուսը ճարտարապետն էր, նա պատրաստեց ճանապարհը։ Բայց ով կարող է քայլել այդ ճանապարհով։ Սուրբ Հոգին իրագործող անձնավորությունն է։ He's the one who makes it happen. Սուրբ Հոգին իրագործող անձնավորությունն է, որ ինձ եւ քեզ տանում է այդ փրկության ճանապարհի մեջ։ Սուրբ Հոգին է, որ ինձ եւ քեզ դնում է Քրիստոսի մեջ։ Սուրբ Հոգին է, որ ինձ եւ քեզ մկրտում է Հիսուսի մեջ։ Առանց Սուրբ Հոգու չկա փրկություն։ Առանց Սուրբ Հոգու գործունեության փրկության ծրագիրը անկատար է։ Իհարկե Հիսուսը կատարել է, բայց նրան իրագործելը, նրանով ապրելը, նրա մեջ մտնելը, դա կատարում է Սուրբ Հոգին։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող այս ազատությունը վայելել։ Եվ կուզեմ մի փոքր խոսել, որ Հիսուսի մասին։ Ղուկաս 4:18 համարի մեջ Հիսուսը ասեց հետևյալը։ Մենք գիտենք, որ Հիսուսը ծնունդ առավ ումից Սուրբ Հոգուց։ Հիսուսը ծնունդ առավ Սուրբ Հոգուց։ Հրեշտակն ասեց, եւ Սուրբ Հոգին քեզ հովանի կլինի, եւ դու զավակ կծնես։ Նա ծնունդ առավ Սուրբ Հոգուց։ Եվ հիմա տեսնում ենք Հիսուսը, երբ որ արդեն անցնում է գործունեության, Ղուկաս 4:18 համարի մեջ ասում է, Եսայի 61-րդ գլուխ 1-2 համարների մարգարեությունն է։ Տիրոջ Հոգին ինձ վրա է։ Ով է ինձ վրա։ Տիրոջ Հոգին։ Սուրբ Հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսություն եւ խոցվածներին արձակելու, ազատելով Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։
Սիրելիս, մենք պետք է հասկանանք, որ նախ եւ առաջ Հիսուսը Փիլիպեցի 2-րդ գլուխի 9 համարի մեջ ասում է, որ իր աստվածային հատկությունները թողեց այնտեղ։ Միայն աստվածային բնույթով եկավ եւ մարդկային բնույթ առավ, բայց տեսնում ենք, որ Հիսուսը իր ողջ գործունեությանը նա կրեդիտը, այսպես ասած, տալիս է Սուրբ Հոգուն։ Տիրոջ հոգին ինձ վրա է։ Հիսուսը ինքն է հայտարարում, որ Տիրը օծել է նրան։ Սա համընկնում է Ելից գրքի մեջ, որ ասում է խորանի ամեն անոթները պիտի օծես։ Յուղով։ Օծման յուղով պիտի օծես ամեն անոթները։ Եվ Հիսուսը հայտարարում է այստեղ Տիրոջ հոգին ինձ վրա է, որով էլ ինձ օծել է։ Կատարվեց հին ուխտի այդ մարգարեական, այդ խորհուրդը, որ հրեաները միջև հիմա էլ անում են առանց հասկանալու, որ Հիսուսը այս յուղով, որ մենք օծում ենք այս ամեն անոթները, այդ սեղանը, զոհասեղանը, որ խաչի խորհուրդն ունի, ջրավազանը սրբացման խորհուրդն ունի, լուսամփոփը մեր լույսը մեր միտքը լուսավորելու խորհուրդն ունի, հացի սեղանը, որ մեր բավականանալու, ես եմ կենացածը, դրա խորհուրդն ունի, եւ մյուս առարկաները, այս ամենը օծվում է յուղով։ Սրանք Հիսուսի ծառայություններն են, որ մատուցանում է մեզ։ Եվ Հիսուսն ասում է, Տիրոջ հոգին ինձ համար օծել է ինձ։ Հիմա հասկանանք, թե ինչեր է անում այս օծությունը։ Հասկանանք, որ սա չի անում Հիսուսը, այլ անում է Սուրբ Հոգին Հիսուսի միջոցով։ Երկրի վրա Հիսուսը ինչ որ արեց եւ գործեց, ինքը իրենից չարեց, բայց նա արեց միայն եւ միայն բացարձակապես Սուրբ Հոգու զորությունով։ Սուրբ Հոգին էր գործում Հիսուսի մեջ։ Եվ ասում է, նա ինձ ուղարկել է աղքատներին ավայտարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, մեղքի գերության մեջ եղողներին, կույրերին տեսություն, խոցվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Սիրելի, Սուրբ Հոգին նա ծնունդ տվեց Հիսուսին։ Սուրբ Հոգին նա եկավ եւ Հիսուսը երբ որ մկրտվեց, նա Սուրբ Հոգին իջավ նրա վրա։ Նա լեցվեց Սուրբ Հոգով։ Ղուկաս 4-րդ գլուխ առաջի համարի մեջ կարդում ենք, երբ որ ջրի մկրտությունից հետո, երբ որ Տիրոջ հոգին իջավ նրա վրա, Ղուկաս 4-րդ գլուխ առաջի համարի մեջ ասում է, որ եւ նա հոգու լեցունությունով գնաց տարվեց անապատ։ Եվ երբ որ անապատում այս հոգու լեցունությունով նա դեմ եկավ սատանային եւ նրան պարտության մատնեց եւ խայտառակեց, եւ հետո Ղուկաս 4-րդ գլուխ 14 համարում ասում է, եւ նա հոգու զորությունով անապատից դուրս եկավ։ Եվ երբ որ եկավ հոգու զորությունով, առաջի բանը, որ տեսնում եք, որ նա կատարեց, սկսեց արդեն իր քարոզչությունը։ Ահա թե ով է Սուրբ Հոգին։ Հիսուսը առանց Սուրբ Հոգու ոչինչ չգործեց։ Առանց Սուրբ Հոգու այդ գործունեությունը ընդունելի չէր լինի Աստծուն։ Սիրելիներս, հասկանանք, որ հին ուխտի մեջ ասում է, առանց յուղի օծության նա ընդունելի չի։ Առանց Սուրբ Հոգու օծության Հիսուսի կատարած գործը ընդունելի չէր լինելու Աստծուն։ Բայց Սուրբ Հոգու օծության ներքո ամեն բան սրբված է, ամեն բան մաքրված է եւ Հորը ընդունելի է։ Եվ տեսնում ենք Հիսուսին, որ ոչ թե միայն ծնունդն էր Սուրբ Հոգով, ոչ թե միայն լեցվելը եւ զորություն առնել էր Սուրբ Հոգով, այլ միջև անգամ մահվան մեջ։ Եբրայեցիս 9-րդ գլուխ 14 համարի մեջ ասում է հավիտենական հոգու զորությամբ Քրիստոսը իրեն Աստծուն զոհաբերեց որպես կատարյալ զոհ մեր մեղքերի համար։ Իմ Աստվածաշունչը ասում է այսպես. հավիտենական հոգու զորությունով, հավիտենական հոգու զորությունով Քրիստոսը իր անձը պատարակ մատուցանեց։
Հիսուսի վերջի պատվիրանքը եւ խոստմունքը Գործք առաքելոց առաջի գլուխ երկրորդ համարի մեջ մենք երբ որ նայենք կտեսնենք Հիսուսի ամենավերջի պատվիրանքը Տեսեք Գործք առաքելոց առաջի գլուխ երկրորդ համար Առաջի պատմությունն արիով թեփել է ամեն բանի համար որ Հիսուսը սկսեց անել եւ սովորեցնել միջև այն օրը որ Սուրբ Հոգու ձեռքովը պատվեր տվավ իր ընտրած առաքյալներին միջև անգամ հարությունից հետո իր առաքյալներին պատվեր տալը առանց Սուրբ Հոգու չեղավ Իմ Աստվածաշունչն ասում է որ Սուրբ Հոգու ձեռով պատվեր տվեց Հիսուսը Սուրբ Հոգու ձեռքով պատվեր տվեց ինչի համար 8-րդ համար բայց դուք զորություն կառնեք երբ որ Հոգին ձեզ վրա կգա եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ Հրեաստանում եւ Սամարիայի եւ միջև երկրի ծայրերը Սուրբ Հոգու ձեռով պատվեր տվեց Սուրբ Հոգին առնելու համար Ահա թե ով է Սուրբ Հոգին եւ ինչքան կարեւոր անձնավորություն է նա Եվ սրանից հետո մենք տեսնում ենք սիրելիներս, երբ որ Հիսուսը աշակերտների հետ էր, նրանք շատ քաջ էին։ Օրինակ, Հիսուսը նրանց տվեց իշխանություն, եւ նրանք գնացին եւ բժշկություն էին անում, դևեր էին հանում, այսպես ուրախացած եկել էին, որ օ Տեր, դևերն էլ մեզ հնալ, շատ քաջ էին այս աշակերտները։ Բայց ինչ պատահեց, երբ որ Հիսուսը խաչվեց, ասում է, որ նրանք հրեաների վախից Հովհաննես 21-րդ գլուխ 19 համարի մեջ եւ նույն օրը միաշաբթի իրիկունը, երբ որ դռները փակված էին եւ այնտեղ ուր աշակերտները ժողոված էին հրեաների վախիցը։ Այս քաջ աշակերտները հանկարծ հրեաների վախից փակ դռների ետևում նստած էին եւ հանկարծ Հիսուսը գալիս է։ Եվ 40 օր Հիսուսը նրանց հետ լինելուց հետո համբարձվում է եւ նրանց պատվերը տալիս է որ չհեռանաք Երուսաղեմից մինչեւ որ Սուրբ Հոգին գա։ Ինչ էր կատարվում այդ 10 օրվա մեջ 40 օրից հետո մինչեւ 50-րդ օրը որ Սուրբ Հոգին գա։ Եվ սրանք ամենքը միաբան աղոտ եւ աղաչանք էին անում ում հետ կանանց հետ։ Սիրելի կանայք, քաջ եղեք, որովհետեւ կանանց աղոթքով եկավ նաեւ Սուրբ Հոգին։ Ուրեմն եւ աղաչանք էին անում կանանց հետ եւ Հիսուսի մայր Մարիամի եւ նրա եղբայրների հետ։ Եվ նրանք այսպես շփոթված, բայց նրանք արդեն Սուրբ Հոգի ունեին, որովհետեւ Հովհաննես 20-րդ գլուխ 22 համարի մեջ Հիսուսը մտավ եւ փչեց նրանց վրա եւ ասեց առեք Սուրբ Հոգին։ Այս Սուրբ Հոգի ունեցած աշակերտները վախեցած նստած էին այստեղ։ Մինչեւ որ եկավ Պենտեկոստեի օրը, երկրորդ գլուխ Գործք առաքելոց եւ երբ որ Պենտեկոստերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին եւ հանկարծակի երկնքիցը մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Այս հնչյունը որտեղից էր, սիրելիներս, հիշում եք, որ Ղևտացիների 25-րդ գլխի մեջ Տերը պատվիրեց, որ հոբելյան օրը պետք է փող հնչեցնեք։ Փող հնչեցնեք։ Եվ ահա փողի հնչյունը սաստիկ քամու պես եկավ եւ նստեց ամեն մեկի վրա։ Եվ տեսնում եք նորից կատարվեց մարգարեական խոսքը, փողի հնչելու գործողությունը կատարվեց առաքյալների հետ Գործք առաքելոց երկրորդ գլուխ առաջի երկու համարների մեջ։ Եվ նրանք ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան։ Սիրելիներս, երբ որ կարդում ենք այս համարները, 1-2 երևի մի 5 րոպե ու վերջացնեմ սրանով։ Երբ որ կարդում ենք այս համարները, մի պահ դուք ինքներդ ձեր մեջ մտածեք, ինչի վրա եք ուշադրություն դարձնում, բայց դուք Գործք առաքելոց առաջի գլուխ 8 համար, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի միջև երկրի ծայրերը։ Եվ Գործք առաքելոց երկրորդ գլուխ առաջի համարներից եւ հնչյուն եղավ եւ
Պենտեկոստեի օրերը լրացան եւ ամենքը միաբան մեկտեղ էին եւ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը ուր նստած էին եւ երևեցան նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից եւ նստեց ամեն մեկի վրա եւ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել ինչպես որ հոգին խոսել էր տալիս նրանց 14 համարի մեջ Պետրոսը վեր կացավ եւ սկսեց քարոզել եւ տեսնում ենք 3000 հոգի ապաշխարեցին ինչ ենք մտածում երբ որ այս համարները կարդում ենք Օրինակի համար, բայց դուք զորություն կառնեք։ Մենք միշտ այս համարները խոսելուց շեշտը դնում ենք զորություն առնելու վրա։ Երկրորդ գլուխը, երբ որ խոսում ենք, շեշտը դնում ենք եկան բաժանված լեզուներ սկսեցին առաքյալները լեզուներով խոսել, Պետրոսը հեղավ եւ գործունեության մասին ենք խոսում։ Եվ մենք շատ անգամ we miss the most important part։ Եվ այս բոլորի մեջ մենք ամենակարևորը աշկից բաց ենք թողնում։ Կարևորը այստեղ ոչ թե որ դուք զորություն կառնեք, կարևորը այստեղ ոչ թե բաժանված լեզուները կիշնեն ձեր վրա, կարևորը ոչ թե որ դուք պիտի գնաք եւ քարոզեք եւ հազարավոր մարդիկ ապաշխարեն, կարևոր շեշտը պիտի լինի սրա վրա, երբ որ հոգին կգա։ Սիրելիս, այստեղ ամենակարևոր շեշտադրությունը պետք է լինի Սուրբ Հոգու վրա։ Եթե կարդանք, պետք է կարդանք այսպես. Բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին կգա ձեզ վրա։ Հոգին է կարևորը, սիրելիս։ Եվ գիտեք, շատ անգամ մենք նայում ենք Սուրբ Հոգուն եւ վիրավորում ենք նրան առանց հասկանալու։ Օրինակի համար տեսեք Սամվել եղբայրը ինչ լավ խոսած, ինչ խոսած Սամվել եղբայրը։ Սամվել եղբայրը մի ոչնչություն է։ Ամենացածր մարդուց ավելի ցածր։ Մենք շատ անգամ կարևորություն ենք տալի եղբայրներին, քույրերին, որ այս քույրիկը գիտես ինչ մարկա, հələ մի հատ բոլորդ մի կողմ քաշվեք, այս քույրիկը եկավ։ Այս եղբայրը գիտես ինչ զորավոր եղբայր է։ Բան չունեմ ասելու, Տերն անողը, Տերն բարձրացնողը, Տերն զորացնողը, բայց ինչի է փառքը գնում մարդուն եւ ոչ Սուրբ Հոգուն։ Եկավ եղբայրը եւ Սուրբ Հոգին հիմա պիտի գործի։ Եկավ եղբայրը եւ Սուրբ Հոգին պիտի խոսա, այստեղ այս քույրիկը եւ Սուրբ Հոգին պիտի մենք պետքա բժշկվենք, մեր միտքը պետքա բժշկվի։ Սիրելիներս, Սուրբ Հոգին այն թափանցիկ, անտես անձնավորությունն է, որ մենք նրա միջից նայելով, նրան չտեսնելով, տեսնում ենք նրա բոլոր գործերը։ Հիսուսը ասեց դուք հորը չեք տեսել, բայց ես հոր մեջից եմ եկել։ Եթե ինձ չեք հավատում, գոնե իմ գործերը տեսնելով ինձ հավատացեք։ Նպատակը Հիսուսի գործերը գործելը չէր։ Նպատակը, որ այդ գործերը տեսնելով իրան հավատային։ Եվ մենք կարևորություն ենք տալի Սուրբ Հոգու գործին, բայց բաց ենք թողնում ամենակարևորը Սուրբ Հոգի անձին։ Եկեք այսուհետև սիրելիներս, մեր միտքը նորոգենք հասկանալու ամեն գործունեության հետևում, ամեն հրաշքի հետևում, նա կանգնած է անտեսանելի, նա թափանցիկ, բայց իրական Սուրբ Հոգին։ Մենք պետք է շփվենք նրա հետ այնպես, ինչպես աշակերտները շփվում են Հիսուսի հետ, ամեն օր եւ իրական եւ ռեալ։ Ահա թե ով է Սուրբ Հոգին։ Նա գալիս է այստեղ քեզ զորություն տալու, բայց այն ազնվորությունները, ովքեր որ միշտ փնտրում են, նրանք միշտ տեսնում են Սուրբ Հոգու գործը, նրանք միշտ Սուրբ Հոգուց ուզում են։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգուն մենք նայում ենք որպես մի, ինչ ասեմ, ինչ որ մի բան, որ նրանից մենք պետք է առնենք։ Եվ մեր փափագը, մեր ձգտումները ավելի շատ առնելն է։ Ես ուզում եմ զորություն, ես ուզում եմ հրաշքներ անեմ, այս աղոթքը, այս Սուրբ Հոգի տուր, Սուրբ Հոգու լցրու, որովհետև մեր աշկի առաջ ոչ թե Սուրբ Հոգին է, այլ իր տվածը։ Եվ վիրավորականը ինձ համար, երբ որ իմ երեխան գալիս է եւ ինձ արհամարում է եւ ընդամենը իմ տվածներն է ուզում։ Բայց այն մարդիկ, ովքեր որ հասկանում են, որ Սուրբ Հոգին նա անձնավորություն է, նա անձնավորություն է, նրանք ոչ թե ձգտում են նրանից առնելու,
այլ նրանք ձգտում են նրան տրվելու։ Ահա տարբերությունը։ Եթե դու փնտրում ես, եթե դու ձգտում ես շարունակաբար լցվելու Սուրբ Հոգով, սխալ չհասկանաք, սա բոլորիս համար պարտադիր է լցվելու Սուրբ Հոգով, բայց եթե քո ուշադրությունը շարունակաբար նրանից առնելն է, ուրեմն սիրելիս, ես եւ դու այդ անելով արհամարում ենք Սուրբ Հոգուն, նա դառնում է թափանցիկ անտեսանելի եւ մենք միայն ուզում ենք։ Այս ուզեցողը իր եսն է բարձրացնում։ Շատ սարլ, շատ այսպես ասած նրբորեն, բայց մարդու մեջ եղած եսը գլուխա բարձրացնում, որ Սուրբ Հոգի ինձի տուր, ուզում է որ ինքը բարձրանա։ Բայց այն մարդիկ, ովքեր որ հասկանում են, որ Սուրբ Հոգին անձնավորություն է, որ նա ինչ հիանալի հոյակապ անձնավորություն է, նրանք այդ տվասները չի հետարժեքրում։ Նրանք ուզում են տրվեն նրան, նրանք ուզում են նվիրվեն այս Սուրբ Հոգուն, նրանք ուզում են շփվեն այս Սուրբ Հոգու հետ, նրանք ուզում են հաղորդակցվեն այս Սուրբ Հոգու հետ, բայց երբ որ նրանք տրվում ես, հալվում ես նրա մեջ, երբ որ դու մեկանում ես նրա մեջ, արդեն նրա ողջ էությունը քոնն է դառնում։ Զորությունները արդեն անկախ քեզանից գալիս են, հրաշքները, նշանները, մարգարեությունները անկախ քեզանից, առանց քո ուզելու չուզելու նրանք արդեն կատարվում են, որովհետև Սուրբ Հոգու բնույթը քո մեջ ամբողջությամբ մեկացած է։ Եկեք այսօր մենք հասկանանք, որ մենք պետք է փնտրենք Սուրբ Հոգի անձնավորությանը։ Եկեք սրանից հետո ամեն ժամանակ, երբ որ կլսեք մի լավ խոսք, հոգևոր մի բարձրություն, փառքը տվեք, այո, շնորհակալ ենք Տիրոջից նման անձնավորություններ բարձրացնելու, շնորհակալ ենք քեզանից Սուրբ Հոգի այս ամենը կատարելու համար։ Սիրելիներս, եւ Սուրբ Հոգին այստեղ է։ Ոչ միայն որ մկրտվել, ոչ միայն լեզուներ խոսալ, այլ դուք զորություն պիտի առնեք։ Վերստին ծնված մարդը կարիք ունի նաև լցվելու Սուրբ Հոգու զորությունով։ Սա վերստին ծնունդը մեկ բան է, Սուրբ Հոգով լցվելը ուրիշ բան է։ Հովհաննես 20:22 աշակերտներն առան Սուրբ Հոգին, բայց վախի մեջ էին։ Գործք առաքելոց նրանք լցվեցին հոգով եւ աշխարհը հեղափոխեցին։ Մեր գրքի վերնագիրն ասում է գործք առաքելոց, առաքյալների գործը։ Սիրելիս, դա առաքյալների գործը չի։ Դա Սուրբ Հոգու գործն է առաքյալների միջոցով։ Եկեք կրեդիտը, եկեք գնահատականը տանք այնտեղ, որտեղ որ պիտի տրվի։ Առաքյալների միջով գործած Սուրբ Հոգու գործունեությունը։ Կխնդրեմ, որ այս հիանալի օրով գանք աղոթքի։ Նրանք, ովքեր որ ուզում են լեցվեն հոգով։ Տերը ասեց, աղոթք արեք մեկդ մեկի համար։ Գիտեք, աղոթքը կարելի է լինի շատ պարզ եւ հասարակ։ Կարող են բռնել քո ձեռքը եւ ասել, սիրելի հայր, լեցրու քրոջս, լեցրու եղբորը Սուրբ Հոգով։ Վերջ։ Մնացածը ինքն է անողը։ Եվ այդ աղոթքը լսել է։ Եղբայրներին կխնդրեն, որ գան առաջ, սիրելիներս, ովքեր որ կուզեն իրենց համար աղոթք արվի, ովքեր որ դեռ լեզուներով չեն աղոթք անում եւ այդ մկրտությունը չունեն, եկեք առաջ աղոթք անենք մկրտվելու, եկեք առաջ Սուրբ Հոգով լեցվելու։ Եկեք նշենք այս հոբելյան օրը, ինչպես աշակերտներն են նշում, բոլորը միատեղ հավաքված աղոթքի մեջ են։ Եկեք կանգնենք աղոթքի, հա։ Ալելույա, փառք ես Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում քեզ, սիրելի հայր, քո առատ ողորմությունների համար։ Եղբայրներ, եկեք, ովքեր որ աղոթք են ուզում, եկեք այստեղ եղբայրներին կխնդրենք, որ ձեռք դնեն եւ աղոթք անեն ձեզանից յուրաքանչյուրի վրա։ Եվ պիտի լեցվեք Սուրբ Հոգով։ Սիրելիս, մենք քայլում ենք հավատքով։ Մենք չենք քայլում տեսիլքով, մենք քայլում ենք հավատքով։ Սիրելի հայր, քո ձեռքերի մեջ են այս ողջ ժողովուրդը այստեղ։ Փառք ես Տեր, հանձնում ենք քեզ Տեր Աստված, այս օրհնյալ Պենտեկոստեի օրով, այս հոբելյան օրով, սիրելի հայր, գալիս ենք քո ձեռքերի մեջ, եկեք առաջ սիրելիներս, եկեք այստեղ կանգնենք, որ եղբայրները տեսնեն եւ եկեք ձեռք դնենք աղոթքի համար յուրաքանչյուրի վրա։ Տեր Հիսուսի անունով օրհնում եւ ոցում ենք։ Հալելույա, փառք ես Տեր, օրհնում ենք, հալելույա, լեցվիր Սուրբ Հոգով, լեցվիր Սուրբ Հոգով, Հիսուսի անունով, լեցվիր Սուրբ Հոգով։ Սիրելի քույրս, լեցվիր Սուրբ Հոգով, իմ եղբայրս, լեցվիր Սուրբ Հոգով, հալելույա, փառք ես Տեր, փառք ես Տեր, փառք ես Տեր, աղոթք ենք անում յուրաքանչյուրի համար Տեր, հրաշքներ, նշաններ, զորությունները քոնն են Տեր Աստված, մենք գալիս ենք քո առջև կանգնում ենք, սիրելի հայր,
Oh, hallelujah. Լեցվիր սիրելի Սուրբ Հոգով, լեցվեք Սուրբ Հոգով, լեցվեք Սուրբ Հոգով, լեցվեք Սուրբ Հոգով։ Տիրոջ հոգին այստեղ է, Տերը օծել է, Տերը օծել է, Տերը ողորմություն է անում։ Հալելույա, փառքես Տեր, հալելույա, սիրելի Հայր, օծվում ես հիմա, սիրելի Սուրբ Հոգի, քո ձեռքն է որ դպչում է Տեր, քո ձեռքը դիր յուրաքանչյուրի վրա, Հիսուսի անունով, Տեր Հիսուսի անունով, սիրելի Սուրբ Հոգի, հանձնվում ենք քեզ որպես անձնավորություն, ճանաչելու քեզ, քեզ նվիրվելու, քեզ աղոթեցնելու,
իշնես ժուր